կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի որդին 1 տարի առաջ Երևանի կենտրոնում Աբովյան փողոցում $600,000 բնակարան է գնել։ Հետքը պարզել է, որ այդ բնակարանը գրանցված է եղել գործարար Տիգրան Մանուկյանի անունով, ում գույքը գլխավոր դատախազությունը ապօրինի է համարում ու պահանջում է, որ հակակոռուպցիոն դատարանը բռնագանձի։ Եվ հիմա մենք այս մեր պատմությունով ներկայացնում ենք, որ գույքերը, որոնք որ ենթադրվում է, որ ապօրինի ծագում ունեն, այդ գույքերը թափանցիկ ձևով չեն ցուցակագրվում եւ վերադարձվում, եթե ապօրինի Հայաստանի Հանրապետությանը։ Տիգրան Մանուկյանը իրավապահների թիրախում է հայտնվել Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված լինելու պատճառով։ Նախկիններից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդնել է անցնում ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Դեռ 2023-ին գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է նախկին падգամավորի ունեցվածքի օրինականությունն ու դիմել է հակակոռուպցիոն դատարան։ Պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից պետությանը վերադարձնել միլիարդներ, ավտոմեքենաներ, բնակարաններ։ Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաև Ծառուկյանի բիզնեսներում ներգրաված Տիգրան Մանուկյանից։ Այդ գույքերից մեկը ցուցակագրվելու ճանապարհին, որ արժի մոտ $600,000, դուրս է գալիս այդ ցուցակից եւ ցուցակի կողքը սպասում է այնքան ժամանակ, մինչեւ գտնում է իր նոր սեփականատիրոջը, իդեմս ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու։ Գործարարից պահանջում են պետությանը վերադարձնել 21 ավտոմեքենա, ավտոկայանատեղիներ, 13 բնակարան, որոնք Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում են, երկուսը Աբովյան փողոցի նորակառույցում։ Հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը պարզել է, Մանուկյանից պահանջվող գույքի ցանկում չկա հենց այն մեկը, որը հետագայում դարձել է Արմեն Աբազյանի 31-ամյա որդու սեփականությունը։ Ինչ բավարար ապացույցներ է ձեռք բերել դատախազությունը ուսումնասիրելու ժամանակ, որ նույն շենքում երկու այլ բնակարանի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, երրորդ բնակարանինը Գագիկ Ծառուկյանը չի։ Ըստ լրագրողի բռնագանձման հայցը դատարան ներկայացնելուց օրեր անց գույքի ցանկից դուրս մնացած այդ բնակարանը Տիգրան Մանուկյանը նվիրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ծանոթին Եղիշե Համբարձումյանին, որը Ռուսաստանում գործարար է։ Եղիշե Համբարձումյանն էլ թանկարժեք նվերը 4 ամիս անց վաճառել է Արմեն Աբազյանի որդուն։ 31-ամյա Ռոբերտ Աբազյանը այն գնել է ըստ հետաքննության շուկայական գնից մոտ $300,000 էժան։ Բնակարանը Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ է 225 քառակուսի մետր։ Այս բացահայտումը վկայում է, որ այս գործարքների մեջ ինչ որ միտեղ մի բան այն չէ եւ այս գործարքները առնվազն կոռուպցիոն կասկած հարուցելու հիմք է։ Քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։ Կոռուպցիայի դեմ պայքարի նախկիների թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տված վարչապետն առայժմ չի արձագանքել այս բացահայտմանը, որը լրագրողի առնվազն կոռուպցիոն կասկածների մասին է։ Միակ հարցն է, որ դեռևս պարզաբանման կարիք ունի, արդյոք այս գործարքից տեղյակ է կառավարության ղեկավարը։ Այդ ինչպես է ստացվել, որ ապօրինի գույքի հետևից հատիկ առ հատիկ գնացող պաշտոնյաների ցուցակից դուրս է մնացել այս բնակարանը։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, թե այդ բնակարանը չեն պահանջել բռնագանձել, քանի որ բավարար ապացույցներ չկան, որ դրա իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է։ Համոզիչ չի։ Եվ շատերի մոտ կասկածներ է թողնում, թե ինչպես է լինում, լավ, այդ մի կտորը ոնց եք անում, ինչու չեք վերադարձնում պետությանը եւ որոշել եք, որ դա ապօրինի ծագման գույք չէ եւ վերաբերելի չէ Ծառուկյանին։ Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին էլ պաշտոնական պարզաբանումը չի համոզել։ Հետաքննությունից ենթադրում է, որ ապօրինի գույքի բռնագանձման հարցում իշխանությունն ընտրովի մոտեցում ունի։ Սա ինձ հուշում է, որ որոշ դրվագներով, որոշ անձանց մասով ապօրինի գույքը լինում է վերադարձը լինում է ընտրովի կամ ապօրինի գույքի որակումը լինում է ընտրովի։ Ուզում ենք որակում ենք, չենք ուզում չենք որակում։ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը թափանցիկ չէ, ու այդ պատճառով էլ այսպիսի բացահայտումներ են լինում։ Տեղեկատվության թափանցիկության զգալի պակասի հետ մենք գործ ունենք։ Նախկինների գույքի ծագումը ուսումնասիրող ներկաներին, որտեղից այդ ահռելի միջոցները, ինչպես է ստացվում, որ գործող բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հսկայական միջոցներ ունեն, հարցնում է իրավապաշտպանը։ Այս գործարքն էլ մի շարք այլ պաշտոնյաների պես կատարվել է իշխող խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի բանկով։ Սրանք հարցեր են, որոնց
պատասխանները իշխանությունը պիտի տա եւ վախենամ իշխանությունը ուժ ու զորություն չունենա բացատրություն տալ։ Գլխավոր դատախազությունն այս գործարքի հետ կապված կոռուպցիոն կասկածներ չունի, լրագրողական հետաքննությունը չեն ուսումնասիրում։ Ազատությանը փոխանցեցին, թե մինչև հրապարակումը ինչ պարզաբանել են, ուժի մեջ է։ Թե ինչ միջոցներով է 31-ամյա Ռոբերտ Աբազյանը ամսական 3 միլիոնով մարում 240 միլիոն վարկը, ԱԱԾ-ից չեն պատասխանել։ Ասել են, թե Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքն է։